Ողջույն, այսօր փետրվարի 11-ն է, մի օր, որը պատմության մեջ դրոշվել է թե ազատության համար մղվող պայքարով, թե մեծագույն հայտնագործություններով և թե պետությունների ծննդով։ 1988 թվականի հենց այս օրը փետրվարի 11-ին Լեռնային Ղարաբաղում սկսվեց մի գործընթաց, որն այլևս հնարավոր չէր կանգնեցնել։ Առաջին լայնածավալ ստորագրահավաքներ, պատվիրակություններ ուղարկվեցին Մոսկվա, մեկ միասնական պահանջով՝ մարզի վերամիավորումը Մայր Հայաստանին։ Այդ պահից ժողովրդի կամքով բարձրացավ համազգային ալիք, դնելով Արցախյան շարժման սկիզբը։ 1919 թվականի փետրվարի 11-ին հայ մեծանուն բանաստեղծ, թարգմանիչ և հրապարակախոս Գևորգ Էմինի ծննդյան օրն է։ Մարդ, որը կարողացավ իր տողերում խտացնել հայի ցավը, հպարտությունն ու վերածննդի հավատը։ Նրա գրիչը տասնամյակներ շարունակ եղել է մեր մշակութային ամենահնչեղ ձայներից մեկը, կամուրջ դառնալով անցյալի և ապագայի միջև։ 1847 թվականի այսօրը ծնվեց մարդկության պատմության մեծագույն գյուտարարներից մեկը՝ Թոմաս Էդիսոնը։ Նրա շնորհիվ է, որ այսօր մեր տները լուսավորված են, իսկ մենք կարող ենք լսել ձայնագրություններ։ Էդիսոնը ոչ միայն ստեղծեց էլեկտրական լամպը, այլև ապացուցեց, որ իր համառությունն ու աշխատասիրությունը կարող են փոխել աշխարհը։ 1990 թվականի փետրվարի 11-ը դարձավ ազատության խորհրդանշական օր Հարավաֆրիկյան Հանրապետության համար։ 27 տարվա բանտարկությունից հետո ազատ արձակվեց ապարտեիդի դեմ պայքարի լեգենդար առաջնորդ Նելսոն Մանդելան։ Նրա ազատումը ոչ միայն մեկ մարդու հաղթանակ էր, այլև մի ամբողջ ռասայական խտրականության համակարգի փլուզման սկիզբը։ Մեր թվարկությունից առաջ 660 թվականին ըստ հնագույն ավանդության հենց այս օրն է առաջին կայսր Ջիմուին հիմնադրել Ճապոնիան։ Այսօր Ճապոնիայում նշվում է պետության հիմնադրման ազգային տոնը, հարգանքի տուրք մատուցելով դարավոր ավանդույթներին ու կայսերական տոհմի պատմությանը, որը համարվում է աշխարհի ամենահին անընդմեջ իշխող դինաստիան։ 1929 թվականի փետրվարի 11-ին ստորագրվեցին Լատերանյան համաձայնագրերը, որոնցով Վատիկանը ճանաչվեց որպես ինքնիշխան և անկախ պետություն։ Այս իրադարձությամբ վերջ դրվեց հռոմեական հարցին, 44 հեկտարի վրա ստեղծելով կրոնական և քաղաքական մի եզակի կենտրոն, որն այսօր ազդեցություն ունի միլիարդավոր մարդկանց վրա։ Այսօր նաև գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է։ Սա հրաշալի առիթ է հիշելու այն բոլոր կանանց, որոնք չնայած դժվարություններին իրենց հայտնագործություններով հարստացրել են մարդկության գիտական միտքը, ֆիզիկայից մինչև բժշկություն։ Այսպիսին էր փետրվարի 11-ի պատմական և լրահոսային պատկերը։ Ինչպես տեսնում ենք, անցյալի դասերն ու այսօրվա իրադարձությունները մեկ ընդհանուր շղթայի օղակներ են, որոնք կերտում են մեր վաղվա օրը։